Ողջույն, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին։ Ողջույն, պարոն Բադալյան, իրադարձությունները բազմաշերտ են եւ շատ եւ թե արտաքին քաղաքական բլոկում, թե ներքին։ Սկսենք արտաքինից եւ այդպես ուշագրավ իրադարձություններից մեկը թերևս Լավրովի այցն է աշխատանքային ասուլիսն է տեղի ունեցել նրա եւ Արարատ Միրզոյանի, ինչ շեշտադրումներ դուք ձեզ համար արեցիք եւ ինչ առանցքային կետեր արձանագրեցիք այդ ասուլիսից։ Եթե անկեղծ ասեմ, առ այս պահը հանգամանալից չեմ հետևել ասուլիսին մինչև մեր տեսագրությունը եւ ընթացքում գուցե ավելի մանրամասն կդիտարկեմ, այդպես առանձնապես հետևություններ բուն ասուլիսի իմաստով դեռևս չեմ կարող անել, բայց ընդհանուր առմամբ իհարկե այս թեմայի մասին հայ-ռուսական հարաբերության առերևույթ եւ իրական քաղաքական ռեժիմների տարբերության մասին ես խոսում եմ դեռևս 2022 թվականի վերջից, որ այն հակադրությունը կամ այն հակամետությունը, որ կա առերևույթ, այդքան էլ սուր չի դրսևորվում իրական քաղաքական ռեժիմում եւ այստեղ առանց դավադրության տեսությունների, պարզապես քաղաքական մոտիվներից ելնելով եւ մենք փաստացի նաեւ Լավրովի այցի ընթացքում տեսնում ենք դրա դրսևորումը եւ այս իմաստով առաջին անգամը չէ իհարկե որ սա մենք տեսնում ենք, նաեւ նկատի ունենանք, որ Լավրովի այցի մասին բարձրաձայնվեց դեռևս հունվարին, երբ Արարատ Միրզոյանը այցելեց Մոսկվա եւ այդ ընթացքում ազդարարվեց, որ սպասվում է նաև ծրագրվում է եւ կազմակերպվում է Լավրովի այցը Հայաստան։ Մեծ հաշվով իհարկե ընդհանուր առմամբ մենք կարող ենք արձանագրել, որ ռուսական ուղղությունը Հայաստանի համար շարունակում է մնալ կարևոր քաղաքական ուղղություններից մեկը եւ սա անշուշտ պետք է դիտարկել այն համատեքստում, որ մեր արտաքին հարաբերությունների ծավալում պետք է նոր ուղղություններ կամ եղած ուղղությունների խորացում դիտարկենք ոչ թե ի հաշիվ հայ-ռուսական հարաբերության, այլ ի լրումն հայ-ռուսական հարաբերության։ Հասկանում ենք, որ այստեղ կան բարդություններ, այսինքն կան բևեռացված մոտեցումներ աշխարհում եւ այդքան էլ հեշտ չէ հատկապես այս շրջափուլում համադրել կարծես թե բևեռացված եւ իրարամերժ դիրքորոշումները աշխարհակաղակական տարբեր ուժային կենտրոնների հետ։ Բայց այդուհանդերձ դա է մեր խնդիրը, այսինքն եթե մենք այդ խնդիրը չենք կարողանում լուծել, մենք հազիվ թե կարողանանք լուծել այլ խնդիրներ, որոնք կարող են առերևույթ շատ հեշտ թվալ, բայց գործնականում շատ ավելի բարդ։ Նաև նշեմ, որ հայ-ռուսական հարաբերության իմաստով կա հետևյալ խնդիրը ըստ իս, երբ փոխվում է աշխարհը, չի կարող չփոխվել այդ հարաբերությունը։ Եվ այս տեսանկյունից հայ-ռուսական հարաբերությունը նույնիսկ միակը չէ, այսպես համաշխարհային քարտեզի վրա նշանային հարաբերություններից։ Մենք օրինակ այսօր տեսնում ենք նույնիսկ Ամերիկա-իսրայելական, Ամերիկա-եվրոպական հարաբերությունների փոփոխություն, տարբեր դինամիկայով, տարբեր դրսևորումներով, տարբեր նրբերանգներով, բայց մենք սա տեսնում ենք բավական նկատելիորեն եւ այս հանգամանքը եւս պայմանավորված է համաշխարհային փոփոխություններով։ Եթե օրինակ տարիներ առաջ կամ նույնիսկ 1-2 տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև առաջանալու է բավական սուր հակադրություն, սա կարող էր թվալ աներևակայելի, բայց մենք այսօր դա տեսնում ենք եւ սա միայն Թրամփով չէ, որ պայմանավորված է, սա շատ խորքային պատճառ ունեցող երևույթ է։ Որպես համեմատություն եւ որպես օրինակ եմ բերում, ցույց տալու համար, որ այդ նշանային հարաբերությունները, որոնցից մեկը նաեւ հայ-ռուսականն է, որոնք պայմանավորում են նաեւ ընդհանուր ռեգիոնալ քաղաքականություն նվազագույն իմաստով, սրանք ենթակա են ժամանակի ազդեցությանը եւ այդ փոփոխությունները պետք է կրեն իրենց վրա հայ-ռուսական հարաբերությունը, ես կարծում եմ հիմա հենց այդ փուլում է։ Եվ մեզանից շատերի պատկերացումներում խնդիրը հետեւյալն է. մենք վերադառնում ենք նախկին հարաբերության, թե ոչ, այսինքն այն, որ միջև այս ճգնաժամային, այսպես առերևույթ պատկերը։ Մինչդեռ այս հանգամանքը ունի շատ խոր ուսումնասիրության կարիք, որովհետև այսօրվա ճգնաժամը ես կարծում եմ մեկնարկել է դեռևս 2000-ականների սկզբից։ Պարզապես ծավալվում էր դանդաղ, ծավալվում էր նվազ դրսևորումներով, որովհետև նաև աշխարհակաղակական միջավայրը այս աստիճան բևեռացված չէր եւ այլն։ Ամփոփելով նշեմ, որ հայ-ռուսական հարաբերությունը այդ իմաստով նաև նոր տրամաբանության, հարաբերությունների նոր մեխանիզմի գալու խնդիր ունի եւ մենք նաեւ այս շրջափուլում ենք այս ճգնաժամային ռեժիմում։ Այնուհանդերձ հենց Արարատ Միրզոյանը այսօր հայտարարեց, որ տրանսֆորմացիաների
կարիք չկա։ Խոսքն այն մասին է, որ ռազմավարական վերանայման հայ-ռուսական հարաբերությունը, ամենայն դեպս որքան ես եմ հասկանում, իհարկե, սա իմ գնահատականն է, ռազմավարական վերանայման խնդիր դրված չէ, այլ կատարվում է աշխատանքային, այսպես ասած, վերանայում, որի վերջնարդյունքը զգալիորեն պայմանավորված լինելով իհարկե երկու կողմերի քաղաքական արդյունավետությամբ, նաև պայմանավորված է լինելու ավելի մեծ լայն շրջանակով մակրո քաղաքական շրջանակով Ռուսաստանի եւ համաշխարհային ուժային կենտրոնների հետ հարաբերություններից, եթե ավելի կոնկրետ ասենք Ռուսաստան-Միացյալ Նահանգներ այս գործընթացի երկխոսություն կամ գործարք դրա ամբողջությունից։ Ոչ միայն, բայց զգալիորեն դրա, որովհետև կան նաև այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ նաև եթե խոսում ենք հայ-ռուսական հարաբերության մասին, այստեղ բնականաբար նկատի ենք ունենում նաև առնվազն լռելիային ռուս-ադրբեջանական հարաբերությունը, որը եւս հիմա շատ բարդ փուլում է, ռուս-թուրքական հարաբերությունը, որտեղ նույնպես վերջին շրջանում առնվազն նկատվում է որոշակի սառեցում կամ տեղատվության ռեժիմ, եւ նաեւ առանցքային իմաստով ռուս-իրանական հարաբերությունը, եւ այս առումով մի փաստաթուղթ, որը ստորագրվեց տարեսկզբին մեծ ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, սա էական նշանակություն ունեցող հանգամանք է, որովհետև պայմանավորում է առանցքային երկու ռեգիոններում երկու պետությունների փոխհարաբերությունների հեռանկարային, այսպես տևական երկարաժամկետ սերտ փոխհարաբերություն Կովկաս եւ Կասպիցի ռեգիոն։ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունը այլևս նաեւ զգալիորեն պայմանավորված է լինելու ահա այս մթնոլորտով ռուս-իրանական հարաբերության նոր որակի կոոպերացիայով, եթե կարող ենք այսպես ասել, ընդ որում հիշեցնեմ, երբ Արարատ Միրզոյանը այցելեց Մոսկվա 2025-ի հունվարին, դրանից 3-4 օր առաջ էր ստորագրվել այդ Իրանի հետ մեծ պայմանագիրը եւ նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ողջունեց այդ պայմանագրի ստորագրումը եւ հայտարարեց, որ ռուս-իրանական հարաբերության այդ սերտացումը նաեւ բխում է Հայաստանի շահերից։ Այստեղ կան հնարավորություններ եւ դրանք անշուշտ պետք է օգտագործել, ընդ որում տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ տնտեսական հնարավորություններ։ Այնուհանդերձ մենք Լավրովին դիմավորում ենք այն ֆոնին, երբ հակառուսական ակցիաներ են տեղի ունենում, երբ դրանից առաջ ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում ընդդեմ Հայաստանի, հանրայինի եթերում տեղի ունենում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը, դրան անդրադառնում է դեսպան Կոպիրկին իր նամակով Սուրեն Պապիկյանին, սրանք ինչ ուղերձներ են Ռուսաստանին։ Ես չեմ կարծում, որ այստեղ առանձնապես մեծ ուղերձներ կան Ռուսաստանին, այստեղ ընթացիկ զգալիորեն Հայաստանի ներքաղաքական իրողություններով պայմանավորված, նաև բնականաբար այս համատեքստում առաջին հերթին նախընտրական հաշվարկներով պայմանավորված գործընթացներ են եւ սրա տակ գոնե ես չեմ տեսնում առանձնապես, ինչպես նշեցի, ռազմավարական նշանակության ինչ որ զարգացում։ Դրանից բացի մենք նաև պետք է գանք այն մտքին, որ հայ-ռուսական հարաբերություն ամենևին չպետք է նշանակի այդ հարաբերության սրբազան կովի կարգավիճակ ստանալ, այսինքն Հայաստանում որևէ մեկը եթե խոսեց այդ հարաբերության խնդիրների կամ նույնիսկ այդ հարաբերության ինչ-ինչ աստիճանի նպատակահարմարության մասին, կամ փորձեց գնահատել այդ հարաբերությունը ոչ այնպես, ինչպես կարող է դիտարկվել, այսպես ասենք, անվերապահ բարեկամության կամ անվերապահության ընդհանրապես որևէ տեսակի շրջանակում, սա ամենևին չի նշանակում, որ պետք է սրանից այսպես կառուցենք մի մեծ հակառուսական քաղաքականություն եւ վերագրենք դա Հայաստանին։ Ես ոչինչ չեմ բացառում, բայց նաև նկատի ունեմ, որ մենք պետք է այդ նոր իրավիճակ, նոր աշխարհ, նոր իրողություններ ասվածի տակ հասկանանք, որ այս հայ-ռուսական հարաբերության հանդեպ վերաբերմունքն էլ կարող է պարունակել նոր տարրեր եւ այդ շրջանակում կարող են լինել նաև սուր գնահատականներ։ Սրա հետ կարող ենք համաձայն լինել, չլինել, այսինքն այստեղ այդ բազմազանությունը մեզ չպետք է զարմացնի, մենք այդ բազմազանությունը չպետք է դարձնենք մեր իսկ մտածողությունը կաղապարելու մարտահրավեր, այսինքն եթե հանկարծ այստեղ կան այլ կարծիքներ, ուրեմն կամ ռուսամետ կամ հակառուսամետ այս բաժանումներով առաջնորդվենք եւ սկսենք չափել իրավիճակը դրանով։ Մեզանում սա նաեւ լրջագույն խնդիր է եղել նախկինում։
երբ տեղի էր ունենում հայ-ռուսական հարաբերության այդ ներքին խորքային ճգնաժամի ավելի առերևութացում աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, Հայաստանում այդ հարցը դիտարկվում էր հենց այդ շրջանակում։ Որևէ մեկը, որ փորձում էր բարձրաձայնել, որ հարաբերությունը, փոխհարաբերությունը ստանում է ճգնաժամի երանգներ, խորանում է, դրսևորվում է, եւ սա իր մեջ պարունակում է ռիսկեր։ Մենք ունենք սխալ ընկալումներ, սխալ պատկերացումներ եւ այլն, որևէ այսպիսի խոսակցության փորձ անմիջապես պիտակավորվում էր որպես հակառուսականություն եւ փորձ էր արվում դրանով փակել այս խոսակցությունը։ Սա ավելի հարվածեց հայ-ռուսական հարաբերությանը, քան օգնեց, այսպես ասենք, պաշտպանել, զրահի դեր կատարեց այդ հարաբերության համար։ Այդ աշխատանքով զբաղվող մարդիկ գուցե իրենց անձնական խնդիրներ լուծեցին, բայց հայ-ռուսական հարաբերությունը այդպիսի շեշտադրումների հետևանքով դարձավ առավել խոցելի եւ դարձավ առավել խնդրահարույց ինքնին որպես քաղաքական երևույթ եւ քաղաքական բովանդակություն։ Ես կարծում եմ մենք սա չպետք է թույլ տանք նորովի, որովհետեւ միևնույն է, օրինակ Ռուսաստանը այս ամեն ինչի հանդեպ շատ ավելի մակերեսային վերաբերմունք է դրսևորելու, որքան էլ զարմանալի հնչի։ Ռուսաստանում կլինեն շրջանակներ, տնտեսական, քաղաքական եւ այլն, որոնք իհարկե արդեն իրենց խմբային կորպորատիվ շահերից ելնելով կդիտարկեն Հայաստանը եւ այդ միջոցները Հայաստանում ինչ-որ շահեր հետապնդելու պատճառ։ Բայց սա ես կարծում եմ չի արտացոլի ռուսական քաղաքականությունը այդ որոշումների կայացման մակարդակով, որը բոլորովին այլ մասշտաբի է լինելու եւ բոլորովին այլ չափումներով է չափվելու։ Եվ դարձյալ այս ամենի հետևանքը կրելու է միայն Հայաստանը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությանը, նույն կերպ մենք հիմա տեսնում ենք, որ տեղի է ունենում Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Միացյալ Նահանգներ, Հայաստան-Եվրամիություն, այս հարաբերությունների, նույնիսկ Հայաստան-Իրան, անգամ կարող ենք նշмарել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների թեմայով որոշակի այսպես միտումներ, դարձնել այս ամենը սրբազան կով, եւ եթե որևէ մեկը հանկարծ փորձում է քննության ենթարկել, օրինակ հայ-ֆրանսիական հարաբերություն, Ֆրանսիայի քաղաքականություն, Միացյալ Նահանգների եւ այլն, անմիջապես այստեղ էլ պիտակավորվում է դու ուրեմն հակաեվրոպական եւ ռուսամետ ինչ որ բան ես անում, դու կատարում ես, չգիտեմ, Կրեմլի պատվերը եւ այլն։ Սա խոցելի է դարձնում այդ երկկողմ հարաբերությունները ցանկացած ուղղությամբ եւ Հայաստանը այդտեղ ոչ թե թույլ է տալիս Հայաստանին օժտել սուբյեկտության մեծ հնարավորությամբ, այլ Հայաստանը դարձնում է ընդհանրեն օբյեկտ, խնամակալության օբյեկտ։ Իսկ սուբյեկտությունը պայմանավորված է լինելու այո նաև այդ հանրային բազմազանությամբ, որովհետև մենք շատ մեծ ռեսուրսներ ունեցող պետություն չենք, օրինակ Ադրբեջան չենք, նավթով, գազով, էներգետիկայի եւ այլն, նաև աշխարհագրական որոշակի առանձնահատկությամբ։ Մենք, քանի որ այդ ամեն ինչը չունենք, մեր ռեսուրսը պետք է դարձնենք մեր ներքին բազմազանությունը, մեր հասարակական արձագանքների բարդությունը, եթե կարելի է այսպես ասել, մեր հասարակական ռեակցիաների որոշակի անկանխատեսելիության միջավայր դարձնելը, որ հաշվի նստեն այդ ամեն ինչի հետ։ Երբ մենք դառնում ենք կանխատեսելի մեր ռեակցիաներով, որևէ մեկը մեր հետ հաշվի չի նստելու, ընդհանրապես անելու են այլ ինչ պետք է տվյալ ռեակցիան ստանալու համար։ Այս խնդիրները կան, սրանք դարձյալ նաև մարտահրավեր են, այդ թվում հայ-ռուսական հարաբերության համար։ Պարզապես այս ամեն ինչը նաև պետք է լինի բովանդակային, այսինքն եթե մենք դիտարկում ենք թեկուզ Ռուսաստանի կամ Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլնի քաղաքականությունը, վեր ենք անում այդտեղ մեզ համար խնդիրները, խոսում ենք դրա մասին, այս ամենը պետք է լինի բնականաբար քաղաքական իսկապես լրջմիտ բովանդակության մեջ եւ ոչ թե էպատաժի։ Բայց երբ պետության երկրորդ պաշտոնյան հայտարարում իր ռետորաբանության մեջ օգտագործում է պատերազմ բառը թեկուզ եւ հիբրիդային, դա բարեկամական դիրքավորում է։ Դա հեռու է քաղաքական լրջությունից, ես կասեմ այսպես։ Դա քաղաքական լրջություն չէ, դա նախընտրական տեխնոլոգիա է իմ գնահատմամբ։ Այլ բան ես այդտեղ չեմ տեսնում։ Եվ մեծ հաշվով, եթե օրինակ Ռուսաստանից լինում է դրա հանդեպ արձագանք, ես այդ արձագանքը դարձյալ կդիտարկեմ շատ ավելի ցածր, այսպես քաղաքական նշանակություն ունեցող, այսինքն չեմ կարծում, որ Ռուսաստանը այդպիսի հայտարարություններին շատ մեծ նշանակություն տալիս է իրական քաղաքականության ռեժիմում, որովհետև հայտարարություններ կարող են լինել այդ նման խոսքերը, ռետորաբանությունը դատապարտող կամ չգիտեմ այս կամ այն մեկնաբանող։ Ես նկատի ունեմ իրական քաղաքականության ռեժիմում Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունը կառուցելու իմաստով այդ ռետորաբանությանը վերաբերում է ըստ իս ինչպես հենց ներքաղաքական տրամաբանությամբ արվող հայտարարությունների։ Իսկ ձեր կարծիքով
Լավրովի դեմ ակցիաները իշխանության կողմից ուղղորդված են, թե ոչ։ Չեմ կարող ասել, որովհետև որևէ այսպես հիմք չունեմ այդպիսի եզրակացության, քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել, բայց նաև չեմ պատկերացնում մոտիվը իշխանության, ինչու պետք է այդ ակցիաները ուղղորդվեն Լավրովի դեմ ակցիաները։ Ես դարձյալ կրկնեմ, ավելի հակված եմ մտածելու, որ այս ակցիաները պարզապես տեղավորվում են այն նախընտրական տրամաբանության մեջ, որի մեջ հայտնվել է Հայաստանը արդեն տևական ժամանակ եւ հիմա այդ process-ները եւ այդ տրամաբանությունը շատ ավելի դոմինանտ է լինելու, որովհետեւ եթե հերթականը դիտարկենք 1 տարի գրեթե ժամանակ է մնացել, իսկ եթե դիտարկենք նաեւ ինչ որ հնարավոր արտահերթ զարգացումների հավանականություն, որը եւս բացառել չի լինի, առավել եւս պարզ է դառնում, որ այդ ներքաղաքական հաշվարկները դոմինանտ են դառնում Հայաստանի ներքաղաքական դերակատարների վարքագծում։ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, հետագա ազդեցությունը կարող է նաեւ պայմանավորված լինել եւ կարող է կանխորոշվել նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության ելքով։ Այս պահին այդ ֆրոնտում ինչ ունենք եւ ինչ տվեցին օրինակ Ստամբուլյան բանակցությունները։ Դե Ստամբուլում ինչ որ բան տալու մասին կարծում եմ վաղ է խոսել եւ տրամաբանական էլ չի լինի, եթե այդպես սպասենք, որ այնտեղ ինչ որ բան պետք է լիներ հիմնարար իմաստով, որովհետեւ նոր միայն մեկնարկում էր ռուս-ուկրաինական ուղիղ շփման ինչ որ process։ Նաև օրերս Ուկրաինայի նախագահի հրամանագրով կարծես թե ձևավորվել է Ռուսաստանի հետ մշտական կոնտակտի ինչ-որ խումբը կարծես թե գլխավորում է, եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը, որը Ստամբուլում ուկրաինական պատվիրակություններ գլխավորում, բայց մնացյալ կազմը իհարկե գոնե այս պահին կարծես թե հայտնի չի, բայց հատկանշական է հենց այդ հանգամանքը, որ Ուկրաինան նշանակել է Ռուսաստանի հետ մշտական կոնտակտի խումբ։ Պրոցեսը ինչպես կծավալվի, սա իհարկե դեռ կտեսնենք, տեսնում ենք նաև որ Վատիկանն է ցանկություն հայտնում դառնալ ռուս-ուկրաինական հարաբերության հարթակ, բայց ընդհանուր առմամբ նաև օրինակ Ստամբուլում հանդիպումը ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան համաձայնության արդյունք էր, այսինքն այնպես չէ, որ Թուրքիան ինքը հասավ այնպիսի մի դիվանագիտական արդյունքի, որ Ստամբուլը նշանակվեց, ինչ որ ստամբուլյան գործընթաց վերականգնվեց կամ նոր գործընթաց ձևավորվեց։ Հետևաբար այստեղ ուկրաինական ճակատում թե դիվանագիտական թե ռազմական առումով շատ բան կախված է լինելու, թե ամերիկա-ռուսական այս գործընթացը ինչ տրամաբանությամբ շարունակվի։ Օրերս եղավ Պուտին-Թրամփ հերթական հեռախոսազրույցը, 2 ժամ խոսել էին, երկուստեք դրական արձագանքներ էին եւ այստեղ մի հանգամանքի կուզեմ ուշադրության արժանացնել, որը առերևույթ այսպես քաղաքականության մասին չէ, բայց իմ կարծիքով բավական նշանային ինդիկատորային է։ Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ասել է, որ թե ինչքան հարգում են եւ ինչքան համակրում են Մելանիա Թրամփին, եւ ինքը ասել է, բա ես, նաեւ ասել են այդուհանդերձ Մելանիային ավելի, սա ապաքաղաքական դրվագ է թվում, բայց ես կարծում եմ Թրամփի այս հիշեցումը, այս մեջբերումը այն իմաստը ունի, թե որքան փոխադարձ այսպես ընդհուպ անձնական մակարդակի կոմունիկացիա է ձևավորվել եւ վստահության որոշակի փոխադարձ վստահության որոշակի միջավայր է ձևավորվել իրենց միջև։ Հասկանում ենք, որ գերտերությունների ղեկավարների կամ թիմերի միջև այդպես լիարժեք վստահություն չի կարող լինել անշուշտ, բայց այս աստիճանը ես կարծում եմ ցուցիչ էր եւ Թրամփը ըստիս հենց այդ ցուցիչը մեջբերելու նպատակով է հիշատակել այդ ապաքաղաքական դրվագը ցույց տալու համար, թե ինչ մակարդակի է կոմունիկացիան իրենց միջև։ Սա թույլ է տալիս ասելու, որ այդուհանդերձ ուկրաինական հարցում ռուսներն ու ամերիկացիները որոշակի պայմանավորվածությունների հուն մտել են, սա ամենևին չի նշանակում, որ անմիջական արդյունք լինելու է պատերազմի դադարը, որովհետև այս մասին ինքս նաև էլի արտահայտվել եմ, պատերազմն էլ կարող է լինել պայմանավորվածություններ իրագործելու միջոց։ Ինչպիսին կլինի այդ բովանդակությունը պայմանավորվածությունների, սա ժամանակի ընթացքում իհարկե կտեսնենք, բայց այն, որ այդ հունը ձևավորվել է եւ ընթանում է, սա կարծես թե կասկածից վեր է։ Իսկ պատերազմի տարբեր ելքերի դեպքում ինչպես կարող է փոխվել Ռուսաստանի ազդեցությունը հենց մեզ վրա, մեր տարածաշրջանի վրա։ Ընդհանուր առմամբ ամերիկա-ռուսական այս process-ը կարծում եմ Ռուսաստանին որոշակի վստահություն է հաղորդում,
նաև Կովկասի ուղղությամբ։ Միայն սրանով չի իհարկե պայմանավորված, այս իմաստով ես դարձյալ հիշատակեմ այդ Իրանի հետ պայմանագիրը, սա ըստիս հիմնարար նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ ոչ միայն երկկողմ նշանակության։ Բայց նաև կարծում եմ այդ տրամաբանությունն էլ Իրանի հարցն էլ տեղավորվում է ռուս-ամերիկյան գործընթացի մեջ, այսինքն այս երկու միջուկային գերտերությունների եւ նաև որոշակի իմաստով Չինաստանի մասնակցությամբ այս եռակողմ շրջանակի պայմանավորվածությունների մեջ։ Այդ իմաստով կարծում եմ process-ը Ռուսաստանի համար ինքնավստահության աղբյուր է։ Պատերազմի ավարտ ինչպես կավարտվի պատերազմը։ Ես կարծում եմ խնդիրը այստեղ հետեւյալն է. պատերազմի հետագա ընթացքը Ուկրաինային կբերի նոր տարածքային կորուստներ, թե ոչ։ Սա է խնդիրը, ես չեմ պատկերացնում, որ պատերազմը կարող է ունենալ այսօրվա պատկերից տարբերվող շրջադարձային այլ պատկեր։ Եվ եթե օրինակ Ռուսաստանի հաղթանակի դեպքում ավելի ուժեղացված Ռուսաստանը ինչպես կշարունակի վարել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ առանձնապես սկզբունքային տարբերություններ մենք այստեղ չենք տեսնելու։ Ռուսաստանը իմ գնահատմամբ վերջին 2-3 տարին 2023-ի թերևս 22-ի ներողություն ամռանից սկսած, երբ Ուկրաինայում հատկապես այսպես տեղապտույտի եւ բավական բարդ շրջան էր Ռուսաստանի համար, Կովկասում վարում էր տեղատվության կամ այսպես ասենք մարտավարական նահանջի քաղաքականություն։ Բայց դա ամենևին չէր նշանակում, որ նվազել է կարևորությունը, նվազել է ուշադրությունը, կորցնում է հետաքրքրությունը եւ այլն։ Այս տեսանկյունից հիմա եթե կարգավորվում է այն ուղղությամբ process-ը եւ դառնում է ավելի կառավարելի, այդ թվում գլխավորապես ամերիկա-ռուսական երկխոսության միջոցով, ապա բնական է շատ ավելի ազատ եւ այսպես ասենք ավելի ակտիվ ռեսուրսային հնարավորություն է ստանում այլ ուղղություններով զբաղվելու, այդ թվում նաեւ Կովկասի։ Բայց դարձյալ կրկնեմ, մենք պատկերացնում ենք, որ Ռուսաստանը գալու է Կովկաս եւ այսպես խորհրդային միություն է հաստատելու այստեղ։ Ես կարծում եմ այդ պատկերացումները, եթե անգամ օգտագործվում են, առավելապես ներքաղաքական քարոզչական նկատառումներով, որովհետեւ իրական քաղաքականության ռեժիմում պատկերը բացարձակապես այլ է եւ դարձյալ երրորդ անգամ ես հղում անեմ ռուս-իրանական մեծ համաձայնագրին։ Այդ համաձայնագիրը հենց այն մասին էր, որ Կովկասը պատկերացնել, Կովկասի ապագան պատկերացնել խորհրդային, այսպես ասենք, տրամաբանության վերականգնումով, դա գործնականում անհնար է եւ այդպիսի նպատակ չկա ոչ թե որովհետեւ Ռուսաստանը բարի է, չի ձգտում կայսերական հավակնությունները իրացնել եւ այլն, այլ որովհետեւ գնահատումը եւ իրավիճակը բոլորովին այլ է։ Միացյալ Նահանգներն է անգամ այսօր հաշվի նստում, այդ անվիճելի հեգեմոնը, հաշվի է նստում ուժերի նոր բալանսի հետ։ Իր համար կարևոր մերձարարևելյան ռեգիոնում մենք տեսնում ենք Թրամփի այցը մերձարարևելք, որտեղ նա ֆունդամենտալ պայմանավորվածություններ ունեցավ արաբական 3 միապետությունների հետ՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները եւ Կատարը։ Սա շատ խորքային process է, ես առիթ ունեցել եմ անդրադառնալ սրան։ Թրամփը ընդհուպ ներամերիկյան ուժերի հարաբերակցություն կարող է փոխել արաբական այս միապետությունների հետ իր պայմանավորվածությամբ։ Եվ եթե գամ նրան, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունն էլ կարիք է ունենալու տրամաբանության փոփոխության, ապա սա բնականաբար սկզբնավորվելու է հենց ամերիկյան ներքաղաքական ուժերի բալանսից։ Մենք լսեցինք Նաթանյահուի հայտարարությունը, որը եւս շատ խորքային նշանակություն ունի, երբ նա ասում է, որ Իսրայելը գուցե ժամանակն է, որպեսզի հրաժարվի Միացյալ Նահանգների անվտանգության աջակցությունից, այսինքն պատկերացնում են, որ այս խնդիրներն առաջանում են խորքային առումով։ Այս տեսանկյունից իհարկե եթե Միացյալ Նահանգները անգամ հաշվի են նստում ուժերի նոր բալանսի հետ, ինչ կարող ենք մտածել Ռուսաստանի մասին, որը շատ ավելի սուղ հնարավորություններ ունի այդպես հեգեմոն հավակնություններ ցուցաբերելու։ Պարզապես կան որոշակի կարմիր գծեր ռուսների համար անվտանգության, որտեղ իրենք ռազմավարական վտանգներ իհարկե չեն հանդուրժի եւ ընդհուպ պատերազմի գնով այդ վտանգները կփորձեն կանխել, բայց եթե չառաջանան ռազմավարական նշանակության վտանգներ, ապա ես կարծում եմ Կովկասի հարցում բնականաբար լինելու են անվտանգության նոր ճարտարապետության շուրջ պայմանավորվածություններ։ Հիմա երբ օրինակ մեր հերոստատիտողը Մամուլով կարդում է, որ
փոխվել է Ռուսաստանում հայկական քաղաքականության հարցերով, այսպես ոչ հայերեն բառով ասած, կուրատորը, համակարգողը եւ նշանակվել է Սերգեյ Կիրիենկոն, նախկին վարչապետ։ Այդ դրանից ինչ կարող է հասկանալ մեր հեռուստադիտողը, ինչ է այդ փոփոխությունը նշանակում եւ ինչպես պետք է վերաբերվել այդպիսի տեղեկատվություններին։ Ես ձեր թույլտվությամբ մի քիչ երկար անդրադառնամ այս հարցին, որովհետև նաև ուզում եմ մի փոքր նախապատմությամբ անդրադառնալ։ Նախ Հայաստանում այս թեմայի շրջանառումը իմ գնահատմամբ դարձյալ գերազանցապես եղել է ներքաղաքական կոնյունկտուրայի համատեքստում։ Ովքեր անդրադարձել են, ինչ անդրադարձել որ եղել է, իմ գնահատմամբ գերակշռող մասով պայմանավորված է եղել ներքաղաքական կոնյունկտուրայով։ Բայց փորձենք դիտարկել փոփոխությունը, ինչպես նշվում է, Կոզակի Կիրիենկոյով։ Շատ հետաքրքիր մի նրբերանգ կա ըստիս, ով էր Կոզակը կամ ինչ էր Կոզակը։ Կոզակը 2021 թվականի հոկտեմբերին Մոսկվայում հանդիպեց Վիկտորիա Նուլանդի հետ։ Պատկերացնում ենք ով էր Նուլանդը, դեմոկրատական վարչակազմում առավել ևս։ Ընդ որում Նուլանդը երրորդյա այց կատարեց Ռուսաստան 2021-ի հոկտեմբերին։ Այդ այցը կայանալու համար անգամ փոխադարձաբար պատժամիջոցներ չեղարկվեցին, որպեսզի հնարավոր լինի այդ այցը կայանալ։ Այսինքն պատկերացնում ենք, թե ինչ նշանակություն է տրվել դրան։ Նուլանդի հետ Կոզակի հանդիպումից հետո նա արեց այսպիսի մի հայտարարություն, որ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պատկերացումները համընկնում են։ Կրկնեմ, սա 2021 թվականի դեկտեմբերն է։ Այս հայտարարությունը անգամ Ռուսաստանի Պետդումայում որոշակի այսպես հարցեր առաջացրեց, որոշ падգամավորներ բարձրաձայնեցին, թե այս ինչի մասն է խոսում Կոզակը։ Հիմա Կոզակը փոխարինվում է Կիրիենկոյով։ Ես կարծում եմ, այստեղ մենք կարող ենք դիտարկել բավական նուրբ այսպես մի շերտ, որ դեմոկրատական վարչակազմի հետ կոմունիկացիայի Կրեմլի միջոցներից մեկը Կոզակը փոխարինվում է նոր իրավիճակով Կիրիենկոյով, որը ավելի տնտեսական ֆիգուր է, եւ մենք տեսնում ենք նաեւ, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների արդեն հանրապետական վարչակազմի Թրամփի վարչակազմի հետ առաջնագծում դրել է տնտեսական մեկ այլ ֆիգուր Դմիտրիևը, որը ներդրումային ուղիղ ներդրումների ֆոնդի նախագահն է եւ փաստացի գլխավոր բանակցողը, գլխավոր աշխատողը Թրամփի վարչակազմի հետ։ Ես կարծում եմ Հայաստանի հարցում փոփոխության տրամաբանությունը խորքային իմաստով այստեղ է, այսինքն փոխվել է նա, ով դեմոկրատական վարչակազմի հետ գլխավոր աշխատողներ, այդ թվում կարծում եմ նաեւ Հայաստանի, Կովկասյան հարցերի եւ այլնի առնչությամբ եւ նշանակվել է մարդ, որը արդեն լինելու է այն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մեջ Ռուսաստանը հիմա աշխատում է Թրամփի վարչակազմի հետ։ Առանձնապես այսպես այն մեկնաբանությունները, որ Հայաստանում արվում են, որ Կիրիենկոին նշանակել են, որ Հայաստանը ինչ-որ փոփոխություններ անի եւ այլն, ես կարծում եմ, կրկնեմ, իմ սուբյեկտիվ գնահատականն է բնականաբար, բայց ես կարծում եմ, որ դրանք չափազանցված են ներքաղաքական մոտիվներից ելնելով։ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություններն են այդ նախընտրական երանգներով պայմանավորված։ Տեղեկատվական իմաստով գուցե, բայց ես զարմանալի բան չեմ տեսնում, որ նա կարող է հանդիպել թե Ռոբերտ Քոչարյանի հետ, թե այլ ներքաղաքական դերակատարների հետ։ Այսինքն, այստեղ ես չեմ կարծում, որ Կիրիենկոյին նշանակել էին, որպեսզի նաև հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ կամ օրինակ, եթե անհրաժեշտություն լիներ Ռուսաստանում այլ նշանակվող գործիչ, որը պետական, այսպես ասենք, ֆունկցիա եւ առաքելություն է իրականացնում, չէր հանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ կամ որևէ այլ առանցքային դերակատարի հետ։ Եվ հետեւաբար կարծում եմ, այդ հանդիպումը հայ-ռուսական կամ Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի աշխատանքի ծիրում է, իսկ դրա հանրայնացումը բնականաբար ավելի շատ ներքաղաքական ծիրում է։ Իսկ ներքաղաքական թեմաներին անդրադառնալով ինչ խնդիր են լուծում իմպիչմենտի նախաձեռնողները։ Եվ արդյոք, այսպես ասած, կա այսպիսի նաև տեսակետ, որ Ռոբերտ Քոչարյանին այսպես փչացնելու համար է դա արվում։ Այդ բնորոշումները, այդ բնութագրերը իհարկե ինձ համար այդպես ընդունելի չեն կամ գուցե դրանք ավելի բնորոշ են քարոզչական թիմերի,
Բայց անկասկած է, որ սա նախընտրական պայքարի տրամաբանության մեջ է, այսինքն նախընտրական ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ, իսկ այդ նախընտրական պայքարի տրամաբանության մեջ մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը կամ այսպես ասենք իշխանությունից դուրս իշխանության հանդեպ բաց ընդդիմադիր ռեժիմով տրամադրված ուժերը ոչ միայն իշխանության դեմ են պայքարում, այլ նաև միմյանց դեմ, որովհետև կա հետևյալը՝ մաքսիմում խնդիր իշխանությանը հեռացնել կամ մինիմում խնդիր չհեռանալ ընդդիմադիր դաշտից, չհեռանալ, չզրկվել ընդդիմադիր դաշտում սեփական դիրքերից եւ հնարավորության դեպքում բարելավել այդ դիրքերը եւ դառնալ, այսպես ասենք, գլխավոր ընդդիմություն կամ ընդդիմության դրոշակակիր, եթե պայմանական օգտագործենք այս ձևակերպումը։ Ես կարծում եմ իմպիչմենտի գործընթացը եւս եղել է այս տրամաբանության կամ եւս հանդիսանում է, եթե համարենք, որ այն ավարտված չէ, դեռ կշարունակվի process-ը, հանդիսանում է այս տրամաբանության մաս։ Եթե դրա տակ կա խորքային, ինչ որ չգիտեմ, շատ մեծ պլան, շատ մեծ ռազմավարություն, ընդհուպ արտաքին ինչ որ բաներ, ես անկեղծ ասած որևէ այդպիսի նախադրյալ գոնե հիմա չեմ տեսնում եւ չեմ կարող այդպիսի դատողություններ անել։ Դրա համար նշում եմ, որ սա հաստիս նախընտրական պայքարի տրամաբանության մեջ է եւ մենք տեսնում ենք, որ այս process-ը գոնե առայժմ ոչ այնքան իշխանության հանդեպ անվստահության մասին է, այլ ներընդդիմադիր անվստահության process-ի է վերածվում։ Ցույց է տրվում, թե այդ ընդդիմության ներսում ինչպիսի մեծ անվստահություն կա միմյանց նկատմամբ։ Եվ նաեւ այսպես տպավորության մակարդակով որոշակի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի, այսպես ասենք, ընդդիմադիր դաշտում նաև կա մրցակցություն, թե ում վրա է մնալու պատասխանատվությունը 2026 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանական դիրքերը, այսպես ասենք, պահպանելու համար։ Հիմա որ ուժերի ռեսուրսները, հնարավորություններն եք դուք գնահատում առավել բարձր։ Օրինակ Էդմոն Մարուքյանը Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությամբ միացավ, այսինքն նրանք առաջադրեցին պարոն Մարուքյանի տեխնացությունը, որ ուժերի հնարավորություններն ավելի բարձր ինչի համար, ընդդիմության դաշտում առաջատար դեր զբաղեցնելու, թե իշխանությանը հեռացնելու համար։ Երկուսն էլ։ Եթե ընդդիմության դաշտում առաջատար դեր զբաղեցնելու, ապա ես կարծում եմ այս պահի դրությամբ դրա առավել մեծ հնարավորությունները օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ես չեմ գնահատում լավ կամ վատ, օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ այլն, այս ամբողջով հանդերձ դրա հնարավորությունները առավել մեծ են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտ, ելնելով նրանց տնօրինած ռեսուրսներից, նրանց այն համակարգերից ձևավորված, որ գալիս են դեռևս իշխանության տարիներից, նաև նրանց արտաքին շփումներ, կապեր եւ այլն եւ այլն։ Այս բոլորի հանրագումարում ես կարծում եմ առայժմ նրանց հնարավորություններն են ավելի մեծ ընդդիմադիր դաշտում գերակա դիրք ունենալու եւ պահելու համար։ Եվ մենք տեսնում ենք նաև, որ նրանց միջև կա պայքար, նաև թե ով է լինելու գուցե առաջին ընդդիմությունը, այսպես ասենք, հա։ Այլ ուժեր ունեն հնարավորություն մտնել այս պայքարի մեջ, փոխել տրամաբանությունը, փոխել ընդհանրապես քաղաքական տրամաբանությունը Հայաստանում, process-ների եւ այլն։ Տեսականում ունեն, գործնականում ես գոնե առայժմ դա չեմ տեսնում, որովհետեւ գործնական մակարդակով նաև սա պահանջում է շատ մեծ եւ տևական աշխատանք, երկարատև տարիների աշխատանք։ Ես չեմ տեսել տարիների աշխատանքը Հայաստանում։ Ես չեմ տեսել Հայաստանում քաղաքական այս տրամաբանությունը եւ ուժերի այս հարաբերակցությունը փոխելու միտված ռազմավարական աշխատանք այս անցնող 7 տարիների ընթացքում կամ վերջին 3 տարիների ընթացքում, 4 տարիների ընթացքում պատերազմից հետո։ Ես այդ աշխատանքը չեմ տեսել։ Ես չեմ համարում, որ որևէ մեկ այսպես չի ուզեցել անի, գուցե ուզել են անել այդ աշխատանքը, բայց պատկերացումները իմ եւ տանողների տարբեր են, իմ պատկերացմամբ այն աշխատանքը, եթե իրենք համարում են, որ արել են, դա բավարար չէ իրավիճակ փոխելու համար, որովհետեւ իսկապես շատ լուրջ ստատուս քվո կա Հայաստանում, այդ ստատուս քվոն կարող է դուրս չգալ որևէ մեկին, բայց դա կա։ Հետեւաբար, եթե դու ուզում ես փոխել, նախ պետք է հաշվի առնես, որ դա կա, պատճառները հասկանաս, թե ինչու կա, ինչի վրա է դա հիմնված եւ որպեսզի կարողանաս հետեւական աշխատանքով փոխել դա։ Հիմա Հայաստանում ես չեմ տեսել, որ կա այդ գործընթացը, այդ գնահատումը եւ այդ գնահատման վրա կառուցվող ռազմավարական աշխատանքը։
Ինչ վերաբերում է իշխանության առումով, իշխանություն փոխելու, ես առայժմ նաև չեմ տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ունեն այդ հնարավորությունը փոխել Նիկոլ Փաշինյանին այս պահի դրությամբ, եւ չգիտեմ ինչ կլինի վաղը։ Վաղը գուցե մի երրորդ դերակատարել ունենա այդ հնարավորությունը, դարձյալ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ինչ որ գործոններով եւ այլն։ Ես քանի որ հիմա չեմ տեսնում այդպիսի նախադրյալ, ես ասում եմ հիմա չկա։ Չեմ ասում, որ երբեք չի լինի։ Հիմա չկա, ես չեմ տեսնում, որ այսօրվա իրավիճակով Նիկոլ Փաշինյանը առանձնապես այսպես անհնարինություն է ունենալու պահել իր իշխանական դիրքերը 2026 թվականին։ Շատ բարդ խնդիր է իր համար, սա անկասկած։ Այն, որ նրա վարկանիշը գրեթե այսպես կրիտիկականից էլ ցածր է իջել, սա եւս անկասկած է, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ միայն пассив հանգամանքներով չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությունը, ել չասած այն մասին, որ կա հետեւյալ նաև խնդիրը։ Հայաստանում կան քաղաքական ուժեր եւ քաղաքական առաջնորդներ, որոնք ռետորաբանությունից բացի նաև իրապես պատրաստակամ են մտնել այն հնարավոր քաղաքական որոշումների այոյի կամ ոչի տարբերություն այստեղ չկա, բայց մտնել այդ որոշումների պատասխանատվության տակ, վերցնել այդ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանից, որովհետև այդ որոշումները Հայաստանի առաջ լինելու են աներկբայորեն, այսինքն սա process է քաղաքական, աշխարհաքաղաքական, Հայաստանը պետք է այստեղ որևէ անոմալ բան չկա, բայց հիմա ով է մտնելու այդ այոյի կամ ոչի պատասխանատվության տակ, կա իրապես այդպիսի ձգտում այդ հարցում հեռացնել Փաշինյանի եւ ստանձնել պատասխանատվություն։ Սա եւս իմ գնահատմամբ միարժեք պատասխան չունեցող հարց է։ Այդ դեպքում նրանց պայքարը միայն ընդդիմադիր այդ առաջնորդությունը պահելու համար է։ Նվազագույնը, այո, ես չեմ ասում, որ իրենք չեն պայքարում իշխանություն հեռացնելու համար, որովհետեւ ընդդիմադիր առաջնորդություն պահելու պայքարը նաև այո, նույնիսկ այսպես պայմանական ասեմ, մի քիչ ինքնաբերաբար ենթադրում է պայքար նաև իշխանության համար, չարաբերական ձևակերպեմ։ Նվազագույն այդ իմաստով իհարկե պայքարում են, բայց կարծում եմ այս պայդրությամբ առավել գերակա խնդիրը հենց ընդդիմադիր առաջնորդությունը պահպանելն է, նվազագույնը այն հաշվարկով, որ եթե փոխվեն գործոններ, հանգամանքներ, իրավիճակ եւ առաջանա իշխանությունը փոխելու ավելի մեծ եւ ավելի պարարտ միջավայր, իրենք լինեն ամենից պատրաստը եւ այսպես դիրքային առումով ամենից մոտը այդ միջավայրը օգտագործելու։ Իսկ այդ պարտությունները, ասենք տապալումները տարբեր շարժումների այս վերջին 4 տարվա ընթացքում չեն մաշեցնում էլի այդ Քոչարյանի բառը։ Ես կարծում եմ շատ այդպես ես փորձ չունեմ քաղաքականությամբ զբաղվելու իհարկե, բայց ես կարծում եմ քաղաքականությունը ինքնին հենց թեկուս տապալումները, ձախողումները սեփական օգտին ծառայեցնելու արվեստն է, եթե կարող ենք այսպես ասել։ Այսինքն քաղաքականության մեջ ոչինչ չի ավարտվում, եթե դու մեջն ես, եւ քանի դեռ դու քաղաքականության մեջ ես, եւ կարծում եմ իրենք էլ առաջնորդվում են այդ տրամաբանությամբ, ոչինչ ավարտված չէ, այո, կարող է 4 շարժում ձախողվել եւ 5-րդը հաջողել։ Այսինքն այս իմաստով ես կարծում եմ այդ նախադեպերը անհաջողության ամենևին չեն նշանակում, որ հաջորդ բոլոր փորձերը կամ հաջորդ ցանկացած որևէ շարժում կամ չգիտեմ ինչ որ process ինքնաբերաբար արդեն դատապարտված է ձախողման։ Նիկոլ Փաշինյանը ինքը 10 տարի առաջ ասում էր, որ սահմանադրական փոփոխությունների մեջ չի մտնելու, որպեսզի նաև այդպես ակնհայտ տապալվող նախաձեռնությունների մեջ չմտնի, որպեսզի ընդդիմությունը այսպես հոգնած չլինի եւ կարողանա ավելի մեծ նախագծեր իրականացնել։ Ինչը հետո եղավ 2018 թվականին։ 2018-ը ընդդիմությունը չի իրականացրել։ 2018-ը գլխավորապես իրականացվել է մի շարք ներքին եւ արտաքին հանգամանքների, ոչ թե մի շարք, այլ գործնականում բոլոր ներքին եւ արտաքին հանգամանքների այդ կետում այսպես լռելիային կամ բացահայտ համադրվածության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը առավելապես անձի կարգավիճակով կարողացել է գտնվել այդ տեղում եւ օգտագործել պահը։
ել չասած այն մասին, որ շատ գնահատականներ կան, որ գուցե պահն է օգտագործել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն էս էլ կա եւ այս գնահատականները եւս այսպես ամենևին հիմնազուրկ չեն, բայց մի բան անկասկած է, որ 2018-ին ընդդիմությունը չէ, որ արել է Հայաստանում այդ փոփոխությունները։ Մի հավաքական էր եւ նաեւ հետագա ընթացքն էլ ցույց տվեց, որ այնտեղ ընդդիմադիր քաղաքական ուժ չէր, որ հաջողության հասավ եւ իրավիճակը հասցրեց այդ կետին։ Խաղաղության համաձայնագրին պայմանագիր, որը հետո դարձավ համաձայնագիր, դրան անդրադառնանք, արդյոք մենք դրան այսօր մոտ ենք, ինչպես ասաց տիկին Կալասը մի քանի օր առաջ, եւ Տիրանայի հանդիպումը ինչ ցույց տվեց, ինչ բանակցություններ են եղել։ Եվրամիությունը զգալիորեն ակտիվացրել է ջանքը միջին միջանցքը կառուցելու ուղղությամբ եւ դրա ակտիվ ջանքերը սկսել են արտահայտվել են նաեւ դեռևս ապրիլի սկզբից, երբ Կենտրոնական Ասիա Եվրամիություն գագաթնաժողովը տեղի ունեցավ, առաջին գագաթնաժողովն էր Խորհրդային Միության փլուզումից հետո եւ Ուզբեկստանում կայացած այդ գագաթնաժողովի ընթացքում շատ հատկանշական ելույթ ունեցավ ֆոն դեր Լայենը, Եվրահանձնաժողովի նախագահը, որը խոսեց միջին միջանցքի կարևորության մասին, խոսեց այդ միջին միջանցքը կառուցելու հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման, այսպես ասենք, բեկումնային նշանակության մասին եւ արեց մի արտահայտություն, որ Հայաստանում չգիտես ինչու կամ ինչպես գրեթե ուշադրության չարժանացավ։ Ես տարբեր առիթներով հիշեցնում եմ այս անցնող ժամանակահատվածում այդ մասին։ Ֆոն դեր Լայենը օգտագործել էր հետեւյալ միտքը, որ Կենտրոնական Ասիայից Եվրոպա միջին միջանցքը տրանսկասպիական տրանսպորտային միջանցք, նաև այդպես են ձևակերպում իրենք, կառուցելու համար շատ կարևոր է նաև, որ Կենտրոնական Ասիա եւ Կովկասի երկրների միջև լինեն անխոչնդոտ սահմաններ։ Ինչ է նշանակում անխոչնդոտ սահման, սա գուցե հենց եվրոպացի պաշտոնյաները իրենք կբացատրեն ինչ-որ մի ժամանակ կամ գուցե բացատրում են Հայաստանի պաշտոնյաներին նաև, որոնց հետ հանդիպել են, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցին Ալբանիայում։ Ես կարծում եմ այս հարցը քննարկվել է Ալբանիայում եւ դրա վկայությունն է նաեւ այն, որ ֆոն դեր Լայենը գրառում էր արել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ իրենց հանդիպումների մասին։ Այդ գրառման մեջ միակ բովանդակային արտահայտությունը վերաբերում էր ըստ էության ճանապարհների հարցին, որտեղ նա հայտնում էր պատրաստակամություն, որ Եվրամիությունը մեծ ներդրումներ կանի այդ ճանապարհների հաղորդակցությունների աշխատանքի համար։ Բնական է, եթե Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում մեծ ներդրումներ անել, իսկ մեծը օրինակ 1 ամիս առաջ թիվը բարձրաձայնել էր նույն Կայա Կալասը, մոտավորապես 10 միլիարդ եվրոյի ներդրում են պատրաստ անել, եթե արվում է այդպիսի ծավալի ներդրում, ապա տրամաբանական է, որ Եվրամիությունը ձգտելու է այդ ներդրումների գոտում հասնել քաղաքական դոմինանտության որոշակի երաշխիքների, որովհետեւ այդ ներդրումները չգցվեն ջուրը եւ հետո չընթարկվեն ինչ-որ այլ քաղաքական ռազմավարությունների։ Հետևաբար այստեղ առաջանում են հարցեր, թե այս առումով ինչպիսի առաջարկներ են արվում Երևանին եւ Բաքվին։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ ապրիլի 25-ին Բաքու այցելեց Կայա Կալասը եւ հայտարարեց, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են Կենտրոնական Ասիա Եվրոպա կապը եւ այդ հարցում Ադրբեջանի մեծ դերակատարումը։ Ընդ որում ուշադրության է արժանի, որ Ալիևը 1 օր է վերադարձել էր Պեկինից, որտեղ այդ ռազմավարական համագործակցության մասին մեծ ինչ-որ հայտարարություն էին արել եւ նշվում էր այդ հայտարարության մեջ դարձյալ Չինաստան, Կենտրոնական Ասիա, Եվրոպա տրանսպորտային ուղիների կարևորության մասին։ Կայա Կալասը պետք է նաև գար Հայաստան, բայց Հայաստան դեռ չի եկել, մինչդեռ նշեմ, որ նրա այցի մասին առաջին անգամ ապրիլի 1-ին Երևանում բարձրաձայնել է Գերմանիայի նախագահ Շթայնմայերը, որը այցելել էր Հայաստան, հետո մեկնեց Ադրբեջան։ Նա ասաց, որ Կայա Կալասի այցն է պատրաստում Հայաստան, այսօր մայիսի 21-ն է եւ Կայա Կալասը դեռևս չի այցելել Հայաստան, իսկ Բաքու, ինչպես նշեցին, նա այցելեց ապրիլի 25-ին։ Ինչու Կալասը չի եկել Հայաստան, արդյոք այստեղ Հայաստանի հետ չի համաձայնեցվում այն օրակարգը, որով ինքը կցանկանար գալ։ Մենք տեսնում ենք, որ Ալբանիայում եղավ նաև Կալասի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, Ալբանիայում հանդիպումից առաջ, ինչը եւս հատկանշական է, Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր մեկնել Բրյուսել, Լյուքսեմբուրգից մեկնել էր Բրյուսել, հենց Կալասի հետ հանդիպելու համար, եւ հետո այնտեղից միացել էր Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն սա թույլ է տալիս մտածել, որ առնվազն այստեղ ինչ որ
օրակարգեր են քննարկվում, որոնք փորձ է արվում համաձայնեցնել կամ համադրել, ես կարծում եմ դրանց առանցքում դարձյալ ճանապարհների հարցն է եւ իհարկե հիշեցնեմ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանին առաջարկ արած լինելու մասին ճանապարհների առումով, ամիսներ են անցել այդ հայտարարություններից, բայց Ադրբեջանի որևէ արձագանքի մասին խոսք չկա, փոխարենը մենք լսում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե այստեղ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել եւ պետք է կատարի։ Ընդ որում մեկ այլ ուշագրավ հանգամանք, Ադրբեջանը այդ պարտավորությունների մասին խոսելիս ոչ միշտ է, որ հղում է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի այդ 9-րդ կետին, սա եւս հարց է առաջացնում։ Իսկ միջանցքի մասին օրինակ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծ չկա։ Շատ լավ եւ շատ կարեւոր է իհարկե որ այդպիսի բան է հայտարարվում, բայց օրինակ հարց է առաջանում, ինչ է առաջարկել Երևանը Բաքվին, որի պատասխանը միջև հիմա Բաքուն չի տալիս, ինչ է առաջարկում Եվրամիությունը Երևանին եւ Բաքվին, եւ ընդհանրապես այդ հարցում սեղանի վրա ինչ տարբերակներ կան, որովհետեւ հայտարարել որ միջանցքի նախագիծ չկա, միջանցք չկա եւ այլն, սա կրկնեմ լավ է որ հայտարարում են, սա մի բան է, բայց կարելի է ինչ որ այլ բան անել եւ ասել որ սա միջանցք չէ, սա ուրիշ մի բան է, չգիտեմ, պարզեցված մաքսային ընթացակարգ է եւ այլն եւ այլն, այսինքն մեզ հետաքրքիր է թե լավ, սա չկա, իսկ ինչ կա, ինչ կա սեղանին ինչ որ մի բան կա, սա անկասկած է, այսինքն հայտարարում են նաեւ որ կա։ Հետևաբար հարց է առաջանում այդ եղածն ինչ է, ինչ առաջարկներ կան, Երևանն ինչ է առաջարկում, Երևանին ինչ են առաջարկում, եւ ես կարծում եմ վերադառնալով մեր զրույցի սկզբի թեմային Լավրովի, ես կարծում եմ այդ թեման նաեւ Լավրովի այցի ընթացքում է լինելու առանցքային եւ ըստ իս կարևոր շոշափվելիք հարցերից մեկը, որովհետև հասկանալի է Ռուսաստանն էլ այստեղ իր համար տեսնելու է մարտահրավերներ, եթե այդ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում ձևավորվի Եվրամիության քաղաքական դոմինանտության խնդիր։ Սրան զուգահեռ նաև հիշեցնեմ, որ այս երեք իհարկե նաև այսօր Հայաստանում է Իրանի պաշտպանության նախարարը, որը հերթական անգամ հայտարարել էր, որ հայ-իրանական սահմանի աշխարհաքաղաքական փոփոխությունները Իրանի համար անընդունելի են։ Իրանից այդ սպասելիքները, որ դա կարմիր գիծ է, իրական են թե մի փոքր չափազանցություն կա դրանում, որ ինքը պատրաստ է այդպես միջև վերջ։ Կախված է դարձյալ բովանդակությունից, այսինքն այնտեղ ինչ հարցեր են քննարկվում, այսինքն հայտարարությունները քաղաքականության մեջ միշտ էլ ավելի այսպես հանրային իմաստ ունեն, քան բուն քաղաքական process-ները։ Դին երբեմն հայտարարություններն արվում են ինչ-որ բան ծածկելու համար կամ ինչ-որ բաներ, այսպես գեներացնելու եւ քննարկումներ ինչ-որ դաշտեր բացելու համար։ Հիմա երբ հայտարարվում է կարմիր գծերի մասին, իրենք ասել են, որ սա է մեր կարմիր գիծը։ Բայց ամեն ինչ դարձյալ կախված է դետալներից, այսինքն այդ հայտնի խոսքը բրիտանացիների սատանան մանրուքների մեջ է, այդ մանրուքներից է ամեն ինչ կախված, որովհետեւ բոլորն էլ մեծ հաշվով այդ կարմիր գծերի մասին երբ հայտարարում են, այլ, չգիտեմ, գույնի ինչ որ գծերում գուցե պայմանավորվածությունների նպատակով։ Հիմա այստեղ դրա համար եմ նշում, որ դետալներն է կարևոր հասկանալ։ Երևանին ինչ են առաջարկում, Երևանն ինչ է առաջարկում, ընդհանրապես ինչպիսին են մոտեցումները բովանդակային շատ կոնկրետ իմաստով այդտեղ։ Լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Կհանդիպենք։